Անվտանգությունը այս ժամանակակից աշխարհում գրեթե թիվ 1 խնդիրն է գրեթե բոլոր հասարակությունների համար։ Ես նայում եմ նաև սոցիոլոգիական բոլոր հարցումները եւ ուսումնասիրությունները, որոնք իրականացում են աշխարհի տարբեր հատվածներում, եւ եվրոպական հասարակության համար անվտանգությունը թիվ 1 խնդիրն է մտահոգությունների եւ սպառնալիքների մարտահրավերների իմաստով, եւ Մերձավոր Արևելքում, եւ Կենտրոնական Ասիայում, եւ Հյուսիսային Ամերիկայում շատ քիչ տարածաշրջաններ կան, որտեղ անվտանգությունը պես մոռացված կամ ոչ այդպիսի էական խնդիր է։ Անվտանգությունը շատ նմանաթթվածն է, եթե կա չենք նկատում, եթե չկա, անմիջապես սկսում ենք փնտրել եւ հասկանալ, թե ինչով ենք բարինելու կամ որն է դրա լուծումը։ Մենք 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո մեր ժողովուրդը, մեր պետականությունը ուղիղ բախվեց անվտանգային խնդիրների հետ։ Մենք եւս մեկ անգամ հասկացանք ինչ է սպառնալիք, ինչ է մարտահրավեր, ինչու ենք մենք խոցելի, երբ որ հաշված ժամերի ընթացքում ինքնիշխան պետականությունը կորցնում է տարածք, երբ որ ունես մի իշխանություն, որը ընդհանրապես ոչ միայն չի հետապնդում, այլ չի էլ հասկանում եւ ինքն էլ իրադարձությունների հետևից վազողի դերում է, հետեւաբար հասարակությունը ինքը հայտնվում է արդեն բազմաշերտ խոցելիության տիրույթում։ Էլ չեմ խոսում բարենային անվտանգության մասին, էներգետիկ անվտանգության մասին, կոմունիկացիոն անվտանգության մասին, կիբեր անվտանգության մասին, տեղեկատվական անվտանգության մասին, բարեհոգեբանական եւ մնացած բոլոր բաղադրիչների մասին, որը մարդը ինքը որպես բնության եւ հանրային հարաբերությունների սուբյեկտ բնականաբար պետք է բոլոր իմաստներով կարողանա զգա անվտանգության այդ բոլոր բաղադրիչների գոյությունը, որպեսզի կարողանա պետության միջոցով եւ նրա կազմում ապահովի իր բնականոն գործունեությունը։ Մենք 2007 թվականին Հայաստանի Հանրապետությունն ուներ ազգային անվտանգության ռազմավարություն, որը բավական երկար ժամանակ 13 տարի պատասխանում էր Հայաստանի Հանրապետության բոլոր անվտանգային, արտաքին, քաղաքական եւ ներքին խնդիրներին։ Դրանից ծնվել էր բազմաթիվ փաստաթղթեր, առաջնորդող փաստաթղթեր բոլոր պետական եւ հանրային կառույցների համար եւ մեր ժողովուրդը հստակ գիտեր, որ պաշտպանված է, իր շահերը ոտնահարված չեն, առկա բոլոր խնդիրների եւ թերությունների խնդիրների հետ մեկտեղ Հայաստանի Հանրապետությունն ունի հասկանալի կանխատեսելի զարգացման ճանապարհ։ 2020 թվականին սրանք փոխեցին ազգային անվտանգության ռազմավարությունը, ինչ որ փաստաթուղթ հրամցրեցին հասարակությանը, որը իհարկե քննադատվեց, բայց անմիջապես եղավ 44-օրյա պատերազմը եւ այսօր մենք վերջին 5 տարիներին կարելի ասել Հայաստանի Հանրապետությունը չունի ազգային անվտանգության ռազմավարություն։ Այսինքն պարզ չի, թե Հայաստանի Հանրապետությունը իր արտաքին, ներքին, ռազմական, ռազմաքաղաքական, ռազմատեխնիկական, ռազմադիվանագիտական եւ մնացած բոլոր պետական եւ հանրային խնդիրների գործունեությունը, գործառույթները ինչ նպատակով է կառուցվում, ինչ նպատակի վրա է կառուցվում։ Այդտեղից էլ ծնվում է այն համոզմունքը, որ այո, ազգային անվտանգության ռազմավարություն սրանք կամ չեն կարողանում մշակել, որովհետև չեն հասկանում ինչ է կատարում աշխարհում եւ չեն կարողանում տեսնել, թե որոնք են այն գլխավոր առաջնորդող խնդիրները եւ առաջնահերթությունները, որոնք պետք է սահմանվեն եւ դրանց հասնելու ճանապարհները, որոնք պետք է մատնանշվեն, կամ էլ ուղղակի չեն ուզում դա անեն, որպեսզի գլխավոր խնդիրը դրանց չտուժի, այսինքն իրանց գոյության պաշտպանությունը, որպես իշխանություն գոյության պաշտպանությունը, իրանց իշխանության վերարտադրումը։ Իսկ որ ազգային անվտանգության ռազմավարություն գրեն, էլ չեն կարողանալու մի օր թուրքերին սիրաշահեն, մի օր ռուսներին, մի օր ամերիկացիներին, մի օր եվրոպացիներին եւ սեփական ժողովրդի անվտանգության, սեփական պետության տարածքային ամբողջականության խաթարումների հաշվին ապահովել իրենց իշխանության գոյությունը։ Ազգային Իսկ գուցե դա կոմպլեմենտար է, դուք օրինակ ինչ եք կարծում։ Կոմպլեմենտարության հետ պահի ռազմավարություն ունեն։ Չէ, կոմպլեմենտարության հետ որևէ կապ չունի,
ազգային անվտանգության ռազմավարություն ունեն բոլոր պետությունները, նույնիսկ այսօրվա իրավիճակում կան երկրներ, դրանք իհարկե խոշոր երկրներ են, որոնք 6 ամիսը մեկ տարին մեկ վերանայում են այս կամ այն դրույթները։ Չի կարող պետությունը չունենալ ազգային անվտանգության ռազմավարություն։ Մեզ անհրաժեշտ է որպես առաջարկ, ես դրա մասին բազմիցս խոսում եմ, շատ արագ մշակել ազգային անվտանգության ռազմավարության նոր մոդելի ռազմավարության տարբերակ։ Կատարոտ կարող եք ասել այդ հիմնական ուղղությունները ձեր դիտարկմամբ։ Հիմնական ուղղությունները արտաքին քաղաքականություն, ռազմատեխնիկական, ռազմաքաղաքական խնդիրներ, արցախցիների վերադարձի իրավունք, Հայաստանի Հանրապետության պաշտպանական քաղաքականությունը, պաշտպանունակության խնդիրները, կիբեր և տեղեկատվական անվտանգության հարցեր, ներքին անվտանգության, համերաշխության, հանդուրժողականության և հանրային համախմբման խնդիրներ, պետական ինստիտուցիոնալ համակարգի զարգացում, Հայաստան-Սփյուռք հարաբերություններ, կրթական համակարգ, բարոյահոգեբանական համակարգ, տնտեսություն, տնտեսական տարբեր ճյուղերի համաչափ զարգացման և տնտեսության կողմից պետական անվտանգային քաղաքական խնդիրների սպասարկման ներդաշնակեցում։ Այսինքն սա կարճաժամկետի և երկարաժամկետի խնդիրներ են, մտահաղացումներ, առանց որի հասարակությունը գոյություն ունենալ չի կարող։ Այլապես հարց առաջանում, ինչի համար է մեր հասարակությունը հարկ տալիս և ինչի համար են այդ գումարները վճարվում, բացի իհարկե աշխատավարձ և հավելավճար տալուց։ Այսինքն որն է դրված խնդիրը, որին մեր հասարակությունը համատեղ ձգտում է։ Այսօրվա փոփոխական աշխարհում և անկայունությունների շքերթում, որ աշխարհում տեղի է ունենում, էլ ավելի շատերն ասում են, որ այդ դժվար է լինելու, բա ոնց տեսնենք 5 տարի հետո, մարդիկ կան 1 տարի հետո չեն կարող, մարդկա մի շաբաթ հետո չգիտի ինչ անելու, սա ճիշտ հարցեր են, բայց դա երբեք չի կարող արդարացնել հասարակության, պետության համար ազգային անվտանգության ռազմավարության բացակայությունը։ Մենք հետո, երբ որ դրա ժամանակ, այսպես ասած, ճակերտավոր կամ երբ որ մեզ թվա թե արդեն պատրաստ ենք դա անելու, նայում ենք տեսնենք, որ Սփյուռք ունենք, ոչ պետական կառույցներ, ոչ ինստիտուցիոնալ կարգ, ոչ էլ դրան համար պատրաստ հասարակություն իր բոլոր անհրաժեշտ բաղադրիչներով։ Իսկ կարծում եք, որ Սփյուռքն էլ պետք է մասնակից դառնա այդ ռազմավարության մասին։ Սփյուռք ունեցող բոլոր պետությունները իրենց ազգային անվտանգության ռազմավարություններում կամ առնվազն պետական քաղաքականության մեջ Սփյուռքին հատկացնում են հստակ դերակատարություն։ Սփյուռքը քո հասարակության, քո հանրության, քո տեսակի մի մասն է, առանց որի դու չես կարող ասել, որ լիարժեք արդեն իրականացնում ես քո արտաքին քաղաքականությունը։ Սրանք, որ փորձում են իրական Հայաստան անվան տակ Հայաստանի քաղաքացի հասկացությունը կտրել հայրենակից հասկացությունից և դուրս թողնել Սփյուռքի հսկայական հատվածին Հայաստանի պետական քաղաքականությունից, որովհետև այդպես իրանց հարմար է, որովհետև Սփյուռքին չեն կարողանում վախեցնել և վերահսկել, սա ամենասխալ քաղաքականություններից մեկն է, ինչպես ժամանակին ասվել է, Հայաստանը Սփյուռքով մի պետություն է, առանց Սփյուռքի բոլորովին այլ պետություն է։ Այս հենց պետականության զարգացման և ամրապնդման համար է անհրաժեշտ Սփյուռքը, բայց քանի որ մենք նորից եմ ասում փոփոխություններ աշխարհում և մեր շուրջը տեղի են ունեցել շատ, հետևաբար նաև Սփյուռքի դերակատարությունը, Հայաստան-Սփյուռք գործակցությունը ևս պետք է վերանայվի, վերարժևորվի և Սփյուռքի առջև նաև կամ Սփյուռքի կազմակերպությունների առջև դրված խնդիրներն էլ արդեն տարբեր պետք է լինեն։ Պարոն Զաքարյան։ Որպես ամփոփում, ազգային անվտանգության ռազմավարության մշակում նոր մոդելի ռազմապաշտպանական քաղաքականության և զինված ուժերի արդիականացման նոր հայեցակարգի մշակում, ինչը այսօր բացակայում է, չես կարող մի օր այս երկրից զենք առնել, մի օր մյուս երկրից զենք առնել, այսինքն ազատ շուկա կամ բաց խանութ մանգաս, ինչ որ մի փոքր բան առնես, այդ ուրիշ բան է, բայց սիստեմատիկ պաշտպանություն կազմակերպելու համար տենց բաց խանութներ փնտրելով չես կարող դու քո պետության անվտանգությունն ապահովել։ Արտաքին քաղաքականության առաջնահերթությունների հստակեցում և հասկանալի, վստահելի գործընկերային արտաքին քաղաքականություն, որը աշխարհի համար հստակ լինի, որ Հայաստանի և հայ ժողովրդի
վերաբերյալ հարցեր քննարկելիս պետք է Հայաստանի իշխանությունների հետ խոսել, ոչ թե Թուրքիայի, Ռուսաստանի կամ Միացյալ Նահանգների կամ Բրյուսելի հետ։ Լավագույն դեպքում, եթե խոսելու լինեն ընդհանրապես, ոչ թե գործեն, հետո մեզ տեղեկացնեն, որ ձեր մասով սենց իրավիճակը զարգացել, արդեն ավարտվել։ Եվ ներքին համերաշխության բարեհոգեբանական խնդիրների, այս եկեղեցու դեմ պայքարի, այս ամբողջ այս խաթարիչ եւ խոչընդոտող հանգամանքը մեր հասարակության մոտ բացասական անդրադարձ եւ անպաշտպանության, անվտանգային նոր մարտահրավերի եւ սպառնալիքի նաեւ իրավիճակ է ստեղծում, մեզ անհրաժեշտ է որպեսզի հայկական, համահայկական ամբողջ ներուժը, անվտանգային ամբողջ միջավայրը մենք կարողանանք ձևակերպել այնպես, որպեսզի մեր դաշնակիցները այնտեղ Երևան, որպեսզի մեր թշնամիներն այնտեղ Երևան։ Ես միշտ այդ հարցը տալիս եմ։ Վաղ եթե Հայաստանի Հանրապետության զինված ուժերը զորավարժություններ անեն, ովքեր են լինելու կամ ով է լինելու հավանական հակառակորդը, ում դեմ են, ինչի դեմ են զորավարժություն անում։ Էլ չեմ խոսում ես հակահաբեկչական գործողությունների մասին, էլ չեմ խոսում սահմանային անվտանգության խնդիրների մասին, էլ չեմ խոսում կենսաբանական սպառնալիքների մասին, որոնք որ կան, գոյություն ունեն եւ դա չնկատել չի կարելի։ Ինչպես թույլ տվեց բաց հասարակությունների խնդիրն է եւ Հայաստանի հասարակությունը միակը չի, որ այսպես թույլ տալու կամ չտալու խնդիր պետք է լուծել իր համար։ Իրավունքների եւ ազատությունների շրջանակներում պետության գործիքակազմը ինչ-որ բան թույլ տալու, թույլ չտալու շատ սահմանափակագիր է։ Իսկ ինչ վերաբերում է ազգային անվտանգությանը սպառնացող խնդիրներին, ապա այդ առումով բնականաբար 30 տարիների մինչև 2018 ես այսպես պատասխանեմ Հայաստանի, որտեղ դրանից հետո առավել քան պարզական հետա ամեն ինչ արվում էր հանուն քայքայելու, ոչ թե վերադերն առնելու։ Մինչև 2018 թվականի Հայաստանի պատմության, նորագույն պատմության, պետականության ինստիտուտների կայացման խնդիրները ունեցել են գլխավոր նպատակ հասարակության տրանսֆորմացիա, այսինքն կոմունիստական ավտորիտար ռեժիմից դեպի ժողովրդավարական ռեժիմ եւ մեզ համոզում էին, որ ժողովրդավարությունը լավագույն պաշտպանության միջոցն է, ժողովրդավարական կառույցները, ժողովրդավարական պետությունները, մեր քաղաքական համակարգը ինքը խնդիր էր իշխանությունը, որ ցավոտ կետին, որ քաղաքական ուժին, որ կպնում էր կամ որ հասարակական կառույցին, որ կպնում էր մատով, անմիջապես մեծ բաներ առաջանում, աղմուկ էր առաջանում եւ այդ աղմուկը տարածվում էր աշխարհում մեկ Հայաստանի համար ամեն ինչ Հայաստանի իշխանությունների համար բնականաբար ես չեմ կարող ասել, որ որևէ քննարկումներ չեն եղել եւ ներսում են այդ սպառնալիքները եւ այդ ստեկուզ ասենք աղանդների, այսպես ասած տարածումը արժեքների դեմ, ազգային եւ ավանդական արժեքների դեմ սկսվող որոշակի խնդիրները, նույնիսկ սերունդների մեջ հակասության իմաստով, նույն իշխանության նախորդ իշխանությունների մեջ սերունդային պատկերացումներ կար, մի հատված կար, որ դեպքում էր, որ ընդհակառակը պետք է ազատությունները ընդլայնել եւ վերահսկել, մի հատված կար, որ դեմ էր ազատությունների ընդլայնմանը։ Այնուամենայնիվ դա մենք ազատությունների ընդլայնմանը երբեք դեմ չենք եղել, եթե դա բխել է պետության շահերից։ Ուղղակի կար իշխանություն, որը ամբողջությամբ հանձնառու էր պետական շահերի համար, դրա համար հանրային տարբեր հատվածներում զարգացումները ուղիղ սպառնալիք չէին եւ չէին ներկայացնում հանրության ամբողջությամբ։ Երբ որ արտաքին միջամտության արդյունքում փոխվեց պետության շահերը պաշտպանողը, այդ ամբողջ խնդիրը սրանում էր։ Մեր ամենամեծ խնդիրը ազգային անվտանգության տեսանկյունից այն է, որ կյանքը ցույց տվեց, որ մեր հասարակությանը հնարավոր է մանիպուլացնել։ Իսկ արդարացված է արդյոք յուրաքանչյուր անգամ իշխանությունը կամ պետությունը զենքը ձեռքին դուրս գա իր հասարակության դեմ։ Եվ ուր կարա դա տանի։
Դա արդեն պատմության խնդիրն է, դա ոչ ես, ոչ դուք չեն կարող պես հիմնավոր դատողություններ անել։ Կարող են կարծիք ասել, բայց հիմնավոր դատողություններ դժվար է անել։ Մեր համար ցավոք տեսանելի էր 2018 թվականից արդեն տեսանելի էր, թե ուր է կանում այսպես կոչված հեղափոխություն։ Մենք ասել ենք 2018-ին, եթե մտահոգես կարգախոսը հիշում ենք, եւ եթե մտահոգես Արցախով, եթե մտահոգես Հայաստանի արտաքին քաղաքականությամբ, եթե մտահոգես ազգային արժեքներով, եթե մտահոգես հանրային համերաշխությամբ, զինված ուժերով, պաշտպանությամբ եւ այլն։ Դա մեր կարգախոսներն են, հենց այնպես չէինք մենք դա ընտրել, բայց մեզ ոնց որ ասում են, արդեն որևէ մեկը լսելու ցանկություն չուներ եւ դա հասկանալի էր։ Այսինքն այդ էյֆորիան եւ ամբողջությամբ մանիպուլացված իրավիճակը եւ այդ թվում նաեւ մեր գործընկեր շատ քաղաքական ուժեր են այդ կրակի վրա ջուր լցրել։ Դա էլ պետք է ասել։ Ճիշտ է, հետո այդ գործընկեր քաղաքական ուժերը արագ հասկացան եւ վերադիրքավորվեցին, բայց այնուամենայնիվ process-ն արդեն գնացել էր։ Մեր զգուշացումը ժամանակին եղել է բոլոր։ Մենք ունենք երկու տարբերական դուրս գալ սեփական հասարակության դեմ, առանց դրա հետևանքների մասին ռեալ պատկերացում ունենալու, իհարկե հետևանքները միայն վատն էին լինելու, բայց ինչքան վատ դժվար է ասել։ Կամ հույս ունենալ, որ այն ինչ որ տեղի է ունենում, այնուամենայնիվ հասարակության եւ մնացած քաղաքական ուժերի վերահսկողության տակ կլինի, ինչը ցավոք այդպես չեղավ։ Շնորհակալություն։ Հացե թե դիտարկում է։ Շնորհակալություն, տեսեք, լեգիտիմություն, լեգալություն դրանք տարբեր բաներ են։ Լեգիտիմությունը սոցիալ-հոգեբանական կատեգորիա է։ Իշխանությունը կարող 80%-ով ընտրվի, բաց, ազատ ընտրություններով, լինի լեգալ իր բոլոր 5 տարիների ընթացքում, բայց 6 ամիս հետո լեգիտիմությունը կորցնի։ Կորցնի այնպես, որ ոնց որ սրանք, հիմա ես վստահ եմ 20 թվականից հետո Հայաստանի իշխանությունները այլևս լեգիտիմ չեն պատերազմից հետո։ 18-20 թվականները եւ լեգալ են եւ լեգիտիմ։ Եվ երևի Հայաստանում եղած ամենալեգիտիմ իշխանությունն է։ Այդ երկու տարիները։ Բայց ամենալեգիտիմ իշխանության պարագայում հայ ժողովուրդը կորցրեց իր ձեռք բերած երազանքը, իր ձեռք բերած հեղինակությունը, պատիվը, արժանապատվությունը։ Դե հիմա որն է ճիշտ։ Մենք ՀՊ-ից մեկի հետ ժամանակին վիճում ենք, բանավիճում ենք, ու եթերով էր դրա համար եմ ասում, ասում եմ մենք այսուհետ արդեն ժողովրդավարության թուղթը տանել ենք, աշխարհին ասենք էս ամեր պաշտպանությունը, ասում են թղթով եք գնալու Արցախը պաշտպանեք, ասում են հա։ Տեսանք ոնց պաշտպանեցին եւ տեսանք աշխարհը ոնց վերաբերվեց դեպի։ Իրոք որ միասնությունը նաեւ ասեմ որ վերջին մի քանի սոցհարցումներ, այդ թվում նաեւ փակարցումները, որ արվել են Հայաստանում, հանրային պահանջի մեջ միասնություն բառը անվտանգությունից հետո երկրորդ տեղում է գտնվում, հանրային միասնություն, համերաշխություն, դա համար դա շատ կարևոր է եւ դա տրամաբանական է, եթե նույնիսկ այդպեսին չլիներ էլ պետք է գլխի ընկնել, որ դա արդեն դարձել է շատ կարևոր այս տարանջատումներ, այս հասարակության ներսում անդադար ինտրիգային բզկտումները շատ վաղ տեղականում եւ որևէ կերպ այդ պարագայում խոսել ինչ-որ հարցում հաջողության ամենապրիմիտիվ հարցերում անգամ հաջողություն ակնկալելը դժվար է լինելու, եթե չասենք անհնարին է, որպես հանրապետականի ներկայացուցիչ մենք միշտ հայտարարել ենք դրա մասին բաց եւ բարձ ու շիտակ ողջունել ենք բոլոր տիպի միասնությունները հանուն այս վիճակից երկրի դուրս բերում, իսկ այդ վիճակից երկրի դուրս բերելու առաջին քայլը իշխանապողությունն է։ Մենք չենք կարող խոսենք լավ բարձր գաղափարներից ամեն շաբաթ էլ ազգային անվտանգության ռազմավարություն մշակենք, ամենալավ ծրագրերն են, նպատակներն ու ամենաիրատեսական հարցերն էլ մեր առջև դնենք, առանց իշխանապողության հնարավոր չի լինելու հասնել որևէ հաջողության, ինչ վերաբերում է ձեր երկրորդ հարցին, ամեն ինչ էլ հնարավոր է փոխել։ Ցավոք Արցախի կորուստն է, որ դժվար է պատկերացնել, թե ոնց է դա հնարավոր նորից բերել, բայց մի ժողովուրդ, որ իր առջև ունենա
երկարաժամկետ խնդիր, մի պետություն, որը կարողանա այսպես քայլ առ քայլ, փուլ առ փուլ մոտենալ դրան, ոչինչ հնարավոր չի աշխարհում։ Անհնարին այսօրվա փոփոխական ներողություն, ոչինչ անհնար չի, ամեն ինչ հնարավոր է, այն այսօրվա փոփոխվող աշխարհի պարագայում։ Մնում է, որ մենք կարողանանք ունենալ այդ նպատակները եւ կարողանանք ճիշտ ժամանակին, ճիշտ տեղում, ճիշտ որոշումներ կայացնել եւ օգտվել բոլոր այդ հնարավորություններից։ Հավատացեք, այս 20 թվականից մինչև 25 թիվ առնվազն 3 հնարավորություն հայ ժողովուրդն ունեցել է Արցախը պահելու կամ Արևածը պահելու կամ նույնիսկ ինչ որ առումով բարելավելու։ Բայց քանի որ ունենք այս իշխանությունները, այդ հնարավորությունները մենք կորցրել ենք։ Այնպես որ այո, միասնությունը կարևոր է։ Ինչ վերաբերում է, տեսեք, խաղաղության փաստաթուղթ չկա, այդ ինչ որ ստորագրել են, այդ չկա։ Ոչինչ վավերացրած չի ազգային ժողովի կողմից, այնպես որ այդ թվում նաև թրիպը, այդ թվում նաև խաղաղության նախաստորագրված թուղթը, ազգային ժողովը Հայաստանի Հանրապետությունը ոչ մի պարտավորություն չի ստանձնել։ Բոլոր պարտավորությունները Նիկոլ Փաշինյանի բանավոր կամ գրավոր այսպես ստորագրությունների մեջ է գտնվում, այնպես որ իշխանափոխությունից հետո կարծում եմ, որ նոր իրավիճակ, նոր պայմաններ, նոր բանակցային հնարավորություններ, նոր գործընկերություն, շատ բան հնարավոր կլինի վերականգնել, փոխել, հունը փոխել դեպի դրական ակնկալիքներ։ Շնորհակալ եմ։